Սիրելի հեռուստադիտողներ, վաղվանից պետք է նշենք, որ շատ հետաքրքիր միջոցառումներ են տեղի ունենալու նախ մարզերում, հետո նաև Երևանում։ Բանն այն է, որ ամեն տարի մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը։ Այո, այս տոնը նշանավորելու եւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցություն ընդգրկելու համար Հայաստանում եւս ամեն տարի կազմակերպվում են բազմաբովանդակ միջոցառումներ։ Եվ այսպես մեր տաղավարում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան նորին գերազանցություն Վասիլիս Մարագոսն է։ Բարի լույս, պարոն դեսպան։ Բարի լույս բոլորին։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Շտապենք արդեն մեր հարցազրույցին, եթե դեմ չեք։ Եվրոպայի օրվա 2025 թվականի տոնակատարություններն այս տարի խորհրդանշական ուղերձ ունեն։ Եվրոպական միության Հայաստան մշակութային կամուրջ։ Ինչու է հենց այս խորագիրն ընտրվել եւ ինչպես է այն արտացոլվելու սպասվող միջոցառումներում։ Բարի լույս բոլորին։ It's really a pleasure to be with you today. Շատ հաճելի է ձեզ հետ լինել այսօր եւ excellent program. Դիմել Հայաստանի քաղաքացիներին ծրագրի շրջանակում իրապես շատ կարևոր ծրագիր է, մշակույթը մեզ միավորում է, հայկական մշակույթը Եվրոպային ծանոթ է, մշակութային իրադարձությունները անցկացվում են Եվրոպայում, Սալազարում, Սուրբ Վենետիկում իհարկե տեսնում եմ բազմաթիվ եվրոպական տուրիստներ, հայ տուրիստներ այցելում են կղզին եւ իհարկե նաեւ եվրոպացի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան, այցելում են տարբեր համերգների մասնակցում եւ մշակույթը մեզ միավորում է, ոգի է տալիս մեր առօրյա կյանքում, մեր ազատ ժամանակում, մեր աշխատանքի ժամանակ, առանց մշակույթի մենք չենք լինի այն, ինչ կանք, մարդ չենք լինի եւ հայկական մշակույթը, եվրոպական մշակույթի մասը մենք տարիների ընթացքում միասին աշխատել ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք մեր համագործակցության կարևորությունը, իսկ այս տարի տարբեր միջոցառումների շրջանակում ցույց կտանք, թե որքանով ենք միասին։ Այո, իսկապես, որ մշակույթն ունի այդ կախարդական հատկությունը մարդկանց միավորելու եւ հետաքրքիր է ինչպես է մշակութային այս համագործակցությունը օգնելու ամրապնդել Եվրոպական միություն Հայաստան հարաբերությունները։ Մենք շատ աշխատանք արդեն արել ենք անցյալում, ունենք գերազանց ծրագիր հայ բարեգործական միության հետ միասին իրականացվող կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության հետ ենք համագործակցում, ունենք մշակութային տարբեր դերակատարներ, որ մեզ հետ համագործակցում են, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք մշակույթը մոտեցնում են մարդկանց առօրյային, ես կցանկանայի նաև ընդգծել այստեղ Մատենադարանում Alchemist կոչվող ստուդիան, որը մշակույթի փորձարարական ստուդիա է եւ մենք այս բանին մատենագրերի պահպանման վերականգնման ուղղությամբ աշխատանք իրականացնում ենք այդ լաբորատորիայի, այդ ստուդիայի հետ, այսինքն բազմաթիվ ուղղություններով իհարկե փորձում ենք աշխատանք իրականացնել, բայց միաժամանակ աշխատում ենք նաեւ անդամ երկրների հետ, ինչպես գիտեք, կան տարբեր ինստիտուտներ, Գյոթե ինստիտուտը, ֆրանսիական ինստիտուտը, Դանտե Ալիգիերի ինստիտուտը, ում հետ աշխատում ենք մշակույթի պահպանման ուղղությամբ եւ համագործակցում ենք բազմաթիվ ուղղություններով, մասնավորապես ստեղծարար մտքի զարգացման, ինչը կարևոր է տնտեսության համար մի կողմից, բայց մյուս կողմից նաեւ կարևոր է մարդկանց առօրյա կյանքի եւ սոցիալական միաբանության համար եւ սա, ինչպես արդեն նշեցի, շատ ընդգծված է լինելու այս տարվա հանդիսությունների ընթացքում, ներկայացվելու է, լինելու է տեղեկատվական տոնավաճառ, որը կազմակերպվելու է Երևանում, Ազատության հրապարակում, բայց կոնկրետ գործողություններ առանձին ու միջոցառումներ լինելու են նաև եվրոպական ինտեգրման պատմության վերաբերյալ, այսինքն հանդիսատեսի համար Գավառում, Երևանում, Գյումրիում եւ այս ամենը միավորում է մարդկանց։ Ամենակարևորը կարծում եմ դա է եւ հայերը այցելում են Եվրամիությունը, այցելում են մշակութային վայրեր, տեսնում են թե ինչպես է զարգանում եվրոպական մշակույթը, ինչպես է զարգացել տարիների ընթացքում եւ որքանով է այն կապված հայկական մշակույթի հետ։
Պարոն Մարագոս, երբ մտածում եք օրինակ հետաքրքիր մշակութային կամուրջների մասին, հիշում եք արդյոք որևէ վայր կամ ծրագիր Հայաստանում, որը ձեր կարծիքով ամբողջապես պարունակում է մշակութային կամուրջների էությունը, եւ ինչ է այն պատմում Հայաստան-Եվրոպական միություն կապի մասին։ Actually, the links between կապերը Եվրամիության եւ Հայաստանի միջև շատ ավելի աղին, քան ինքը Եվրամիությունը, դեռ հինավուրց ժամանակներից ունեինք կապեր լեզվի մեջ արտացոլված եւ եվրոպական լեզուների եւ հայերենի, բայց նաեւ շատ վայրեր կան, որտեղ այդ ամենը հստակ ներկայացվում է, արտացոլված է եվրոպական մշակույթի հետ կապված, ասենք ձեր գեղեցիկ եկեղեցիները, վանքերը շատ յուրահատուկ են, առանձնահատուկ, քանզի հայկական են մի կողմից, բայց մյուս կողմից նաև ավելի լայն քրիստոնեական մշակույթի մասին, ինչը մեզ միավորում է, այսինքն եթե գնանք Գառնի, օրինակ, ընդամենը մի քանի կիլոմետր Երևանից կտեսնեք բավականին նշանակալի հզոր մշակութային կոթող հելենիզմից մնացած միակը հելենիստական ժամանակաշրջանից Հայաստանում ինձ համար առավելապես կարևոր է տեսնել, թե հունական հելենիստական մշակույթը ինչպես է պահպանվել Հայաստանի կողմից եւ միաժամանակ այդ նույն վայրում նաեւ տեսնում եք որոշ հունական մշակույթի ապացույցներ եւ կան հետաքրքիր շատ գրություններ, գիտեք այդ հայտնի մանրանկարը, որտեղ հույն ճարտարապետները թողել են այդ գրությունը, որ նրանց չեն վճարել եւ այլն։ Պարոն Դեսպան, Եվրոպայի օրվան ընթരാճ ինչ մտքեր կամ մաղթանքներ ունեք ուղղելու մեր հեռուստադիտողին։ Նախ եւ առաջ ես կցանկանայի մեր հեռուստադիտողներին հարցնել, եթե ազատ ժամանակ ունեն, կլինեն Երևանում, Գավառում, թե Գյումրիում, մոտ այդ վայրերին, որտեղ մենք կազմակերպել ենք հանդիսությունները, խնդրում եմ եկեք, միացեք, միասին վայելենք այն գեղեցիկ պահերը մշակութային միջոցառումների, մենք եւ հայկական եւ եվրոպական մշակույթի հետ կապված միջոցառումներ ենք ունենալու եւ միաժամանակ զրուցել ենք այն մարդկանց հետ, ովքեր օգտվել են տարբեր ծրագրերից, ովքեր ակտիվ էին այստեղ Հայաստանում, օրինակ տեղեկատվական տոնավաճառի ընթացքում կլինի առանձին գծիկ, որտեղ կներկայացվեն եվրոպական առաքելության ծրագրերը, կարող են նաեւ հանդիպել դիտորդների հետ, որոնք որ սահմաններին դիտորդական առաքելություն են իրականացնում, կարող են տեխնիկական փորձագետներին հանդիպել, ովքեր կբացատրեն տարբեր ծրագրերում ինչ են անում, օրինակ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, ճանապարհային անվտանգության ոլորտում շատ կարևոր ոլորտներ համագործակցության, եւ իհարկե կարող են սովորել միաժամանակ, այսինքն իմանալ ավելի շատ Եվրոպայի մասին։ Ես կցանկանայի միաժամանակ նաեւ բոլոր հեռուստադիտողներին մաղթել խաղաղություն, բարգավաճում, առողջություն, կայունություն եւ միաժամանակ խնդրել իսկապես վստահել եվրոպական համագործակցությանը, մենք շատ վստահելի գործընկեր ենք Հայաստանի համար, աջակցել ենք տնտեսությանը, բարեփոխումներին ձեր երկրում եւ համապատասխան հարաբերությունները։ Ինչպես գիտեք, այս պահին նաեւ վիզաների ազատականացման ուղղությամբ ենք աշխատում, հետեւաբար հուսով ենք, որ կկարողանանք նաեւ միասին հայ իշխանությունների հետ այս ուղղությամբ բարելավում ապահովել, ինչը շատ կարեւոր ուղղություն է հայ ժողովրդի համար, ինչն էլ մեզ ավելի կմոտեցնի։ Այո, աշխատանքները մեծ են եւ շատ են ահռելի են, ես կասեի։ Համաձայն եմ, բայց մի հարց որպես հետաքրքրվող, որովհետեւ վստահ եմ մեր ստատողների շարքերում մեջ շատ մարդիկ կհետաքրքրվեն, թե ինչպիսին ծրագիր է լինելու, որ ժամին, որտեղ պաշտոնական կայքի էջից կարող են բոլորը տեղեկանալ միջոցառումների ծրագրերին։ The information is published հրապարակային է, այո, Եվրամիության պատվիրակության կայքում ամբողջությամբ ներկայացված է, մի քանի հուշում պարզապես ասեմ, որ վաղը
6:30 Գյումրիում լինելու է առանձին ներկայացում This is Europe, կամ սա Եվրոպան է, երիտասարդ դեսպանները Թումոյի այգում կազմակերպելու են առանձին միջոցառում, պետք է խնդրեմ միանալ գյումրեցիներին եւ ոչ միայն եւ տեղեկատվական տոնավաճառը մեր հիմնական միջոցառումը կազմակերպելու է Ազատության հրապարակում ժամը 3-ին Կիրակի օրը մայիսի 10-ին, իսկ հետո երեկոյան արդեն առանձին ներկայացում կլինի This is Europe կոչվող Գավառում նույն ներկայացումն է լինելու մայիսի 8-ին անպեր սպասում եմ նաև այդ մարզի ներկայացուցիչներին։ Շնորհակալություն պարոն դեսպան, եւս մեկ անգամ հիշեցնենք հեռուստադիտողին, որ մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը, եւ շատ կարեւոր է, որ այս միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում։ Այո, շնորհակալություն պարոն դեսպանին, բայց որպես վերջին հարց, դիտարկող հարց Եվրոպայի օրվան ընթരാճ ինչ մտքեր կամ մաղթանքներ կցանկանայիք ուղղել մեր հեռուստադիտողներին։ Peace, Խաղաղություն, բարգավաճում, կայունություն, վստահություն, ինքնավստահություն։ Սա այն է, ինչ պետք է Հայաստանին այսօր եւ Եվրոպային։ Շնորհակալություն, ամենակարևոր խոսքերը, շնորհակալություն եւս մեկ անգամ, մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։